Դավիթ Կարեյանի ցուցահանդեսը կազմակերպեցինք ես եւ Դիանա Հակոբյանը, մտածելով հիշենք իր 17 տարվա աշխատանքների մասին, որ ինչպեսի ներդրում է թողել Հայաստանի մոդեռն արվեստի վրա, այս սրաներում բաղկացած է 4 ծերի աշխատանք Դավիթ Կարեյանից, առաջի մասը, որ այս սենյակում լինի, իր այն շրջանը, որ 20 համարյա ինքը 20 տարեկաներ ակտիվիստ էր եւ աշխատում է շատ խնդիրներ փոխի իր ասպարեզում, արվեստի ասպարեզում, ազատ խոսքը եւ կարողանա իր այդ զավարճային շրջանը, որ անցնում էր այդ ժամանակ պետությունը, ինքը կարողանա իր identity-ին, իր ինքնությունը ստեղծի։ Համարյա էծեմ է, վստահ չեմ, որտև այդ շրջանի ես համարյա իր չէի համագործակցում։ Երկրորդ շրջանը Դավիթինը գալիս է իր վիդեոարտը, performing-ները, installation-ները, որ դրանք շատ մեծ ազդեցություն են թողնում այսօրվա երիտասարդ նկարիչների վրա եւ բաղկացած են իր նկարչությունները այս սենյակում, իր վերջին աշխատանքն նկարչություններով է աշխատել արտահայտվի իր զգացումները կամ մտահոգությունները։ Մյուս սենյակներում բաղկացած են իր performing-ները վիդեո արդով եւ իր installation-ները։ Եվ վերջի մեծ սրահում իր վերջին եւ ամենալավ գործերից մեկն է, որ Վենետիկի բիենալում ցուցադրեց որ թվիներ 2003-ին, որ բավականաչափ հաջողության արժանացավ։ Մինչև անգամ New York Times-ի, որ ամենակարևոր թերթերից մեկը Ամերիկայում, նշեց, որ ափսոսում եմ հայկական տաղավարը ես չեմ տեսել, որտեղ շատ լավ լսեցի։ Հենց այդ իր երկու բառը պատճառ դարձավ, որ ինքը համարվի այդ արվեստագետների շուրջ, որ Ամերիկայում գոյություն ունեն, Հայաստանի ամենակարևոր նորարար արվեստագետներից մեկը։ Եվ դրանից հետո Դավիթը շարունակեց թե performing-ի մեջ և թե installation-ի և բավականաչափ վիդեո արվեստ արտադրեց, որ մեծ մասամբ իր վիդեո արդը human rights-ի մասին էր։ Տերմինները հայերեն ասեք, մարդու իրավունքների մասին էր։ Աշխատում եմ հայերեն մտածել։ Մարդի իրավունքների մասին էր, հողի մասին էր, պատերազմի մասին էր, և Դավիթի ամենահետաքրքիր խնդիրը նա էր, որ ամբողջ ժամանակ իր ծննդավայրից, հողից, աթարից, քարից, արյունից, հասկից էր օգտվում, ինքը կարճած էր իր հողի վրա։